Սահմանային 3 Բագրատաշենի, Գոգավանի ու Բավրայի անցակետերը բեռնատարների համար փակել են վարորդները։ Մեկ շաբաթում 3 անգամ բողոքի ակցիաներն ապարդյուն էին, անցել են ծայրահեղ միջոցի։ Դրեք փագարիսան Գոգավաննա, Գուգութի ասածը, փագա ճամփին է։ Առավոտյան ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց ու տեսանյութ հրապարակեց, թե բոլոր 3 անցակետերն էլ բացվել են։ Նույն ժամանակահատվածում վարորդներից մեկը էպիկենտրոնին տեսանյութ ուղարկեց ու պատմեց. համառորեն փակ են պահում երթևեկությունը բեռնատարների համար։ Պատվները, ասպես կայնած են կապ։ Ուսպես կերտա միջև Կալցևոյից աջ, հետո դեպի Գալածողը, Արդահանում, ներմուծում չկա։ Ավելի ուշ ազգային ժողովում էկոնոմիկայի նախարարը խոսեց խնդրից։ Գևորգ Պապոյանը հավաստիացրեց. բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ։ Ամեն ինչ անում են, որ հարցին շուտափույթ լուծում տան։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, որպեսզի այվ առաջարկել է, որպեսզի 90 օրը իրենց ներքին օրենսդրությամբ սահմանված փոխարինվի 180 օրով։ Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք, Ռուսաստանի Դաշնության գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ եւ իմ տեղեկություններով արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրական նախաձեռնություն, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված։ Կառավարության պաշտոնյային չեն հավատում գիշերն անքուն անցկացրած վարորդները։ Մինչև մարդ չկա ռեալ լրագրողներ, կառավարությունից ող վարչապետը միջև չգացնի Բագրատաշեն կամ Գոգավան կամ մենք ճանապարհ չենք բացելու շո։ Այդ հայտարարությունը մենք վաղուց ենք լսել։ Ռուսաստանում մնալու 90 օրը գերազանցելու համար բեռնատարների հարյուրավոր վարորդներ արդեն նախազգուշացումներ ունեն։ Սա նշանակում է, եթե ժամկետը չերկարաձգվի մինչև առնվազն 180 օր, ռուսական կողմը կարող է արգելել նրանց մուտքը ուղիղ 10 տարով։ Ներքին գործերի նախարարությունից էպիկենտրոնին հայտնեցին, որ հարցն ընդգրկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հոկտեմբերի 24-ի նիստի օրակարգ։ Նարնե Ղուկասյան, էպիկենտրոնի համար։